Ինչու այսօր, ինչու այս պահին, մենք ունեցել ենք ավելի ծանր շրջաններ, 21 թվականը Արցախի կորուստից հետո, դրանից առաջ էլ շրջաններ են եղել, ինչու հիմա որոշեցիք քաղաքականության մեջ մտնել, այ որն է պատճառը, ինչ ազդեց ձեր, այսպես ասած, որոշումները։ Որտեւ ես երիտասարդ տարիներից չեմ զբաղվել քաղաքականությամբ, զբաղվել եմ իմ մասնագիտությամբ, զբաղվել եմ բիզնեսով եւ այդ քայլ անել քաղաքականության մտնելը շատ հեշտ չի։ Բազմաթիվ պրոցեսներից է կախված, ռեսուրսներից, անձնական տրամադրվածությունից, այդ ռիսկերը գնահատելուց եւ պահ հասունանալուց։ Մարդիկ քաղաքականությամբ զբաղվել են, մենք էլ մեր տեղը մեր աշխատանքով ենք զբաղվել, հավատացել ենք, որոշակի առումով մեր հստակ ուրույն կարծիք ունեցել ենք, բայց այդ քաղաքականության մտնելը եւ իշխանությանը դեմ գնալը նամանավանդ հիմիկվա իշխանությունը այնպես չի որ շատ հեշտ է եւ այն մարդկանց ովքեր քննադատում են ընդդիմությանը, ասում են թող մի հատ իրենք կյանքում մարդկանց մի մասը նույնիսկ չի կարող իր կնոջ ընդդիմանա, իսկ իշխանությանը, ներկա իշխանությանը ընդդիմանալը հեշտ է, հանրային կերպով ընդդիմանալը, հանրային կերպով ինչ որ այս process-ները սկսելը, բազմաթիվ ռիսկերի ու խնդիրների հետ է կապված, այսինքն այդ քայլը եթե սկարացել եմ արեմ, պետք է ողջունվի, ինչ արդյունք կստանանք, կանենք այն ինչքան կստանանք, այնքան ինչքան կաշխատենք, ասում որտեվ ես իմ մասնակցությամբ քաղաքագիտությամբ քաղաքագետ չեմ եղել, այդ գործով չեմ զբաղվել, աշխատել ենք, անձնական հարցեր ենք լուծել, անձնական ենք փորձել կայանալ, անձնական ենք փորձել այնքան գումար աշխատել պետությունից դուրս, որպեսզի մենք կախվածություններ չունենանք, որպեսզի հանգիստ, որ գա այսօրը, երբ որ կարողանաս թևերդ ազատ այս գործի մեջ մտնես։ Հարցը դա է, ինչու հենց հիմա։ Հասունացավ, ավելի շատ հասունացավ, ոչ թե կոնկրետ փոխվեց, որովհետև այդ կուտակման էֆեկտն է, չէ, ասենք հիմա ցանկացած երկրում է միշտ կարա ցանկացած երկրի ամենալավ երկրի ղեկավարին ընդդիմախոսներ կան, առօրյա կարաս այս խնդրից գանգատվես, այն խնդրից, բայց ինքը կուտակվում է եւ հասնում է այն պահը, որ ասում ես ինձ չի 20 տարեկանից ինչ որ կուսակցության անդամ եմ եղել, հասունացավ այն պահը, որ ես անմիջական իմ մասնակցության կարեւորությունը զգացի, բացի զգալը նաեւ որոշեցի ես նախաձեռնությամբ հանդես գալ ու ես լինեմ այն հարթակը, այն մարդը, ով իր շուրջ կհավաքվի։